Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 2։ Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. «Իրավ ասել էի, որ քո տունը և քո հոր տունը գնան իմ առաջին հավիտյան, բայց հիմա Տերն ասում է. «Քավ լիցի, որովհետև ես ինձ փառավորողներին կփառավորեմ և ինձ արհամարհողները կանարգվեն»։ Առաջին Թագավորաց 2:30 խոսք։ Աստված հատուցում է նրանց, ովքեր ծածուկ աղոթում են, և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ։ Միթե Աստված հատուցում է մեր աղոթքները, որովհետև դրանք ինքնին որևէ արժեք ունեն։ Ոչ, ինչ արժանիք կարող է լինել պարզապես խնդրելու մեջ։ Միթե մուրացկանը, երբ ողորմություն է խնդրում, դրա համար որևէ հատուցում կամ պարգևի կարժանանա։ Ոչ, Աստված դա անում է իր սեփական շնորհից և ողորմությունից, իր խոստումով, այսպես ասած, ինքն իրեն պարտական դարձնելով աղքատ, հավատարիմ և հավատացող աղաչողին, և ինչպես խոստացել է, նա հայտնապես կհատուցանի քեզ։ Ինչպե՞ս է Աստված հայտնապես հատուցանում նրանց, ովքեր ծածուկ աղոթում են, կամ նրանց աղոթքներին հայտնապես պատասխան տալով, ինչպես հաճախ անում է իր զավակների համար, շնորհելով այն, ինչ նրանք հավատքով խնդրում են։ Օրինակ, երբ Դանիելը ծածուկ աղոթում էր, Աստված հրեշտակ ուղարկեց նրան, կամ նրանց աղոթքների վրա տեսանելի օրհնություն դնելով այս կյանքում, քանի որ նրանք բարեխղճորեն և հավատարմորեն կատարում են այդ պարտականությունը։ Աբրահամը, Իսահակը և Հակոբը, որոնք Աստծո հետ խորը հաղորդակցություն ունեցող մարդիկ էին, ակնհայտորեն և առատապես օրհնվեցին։ Նրանց գաղտնի հաղորդակցությունն Աստծո հետ բացահայտ կերպով հատուցվեց։ Կամ էլ Աստված նրանց շնորհում է պատիվ և հարգանք մարդկանց աչքերում, այնպես որ ուրիշներն էլ տեսնեն Աստծո բարեհաճությունը նրանց նկատմամբ։ Աղոթող ժողովուրդը մարդկանց խղճի մեջ համոզմունք է արթնացնում։ Հատկանշական է, որ երբ փարավոնը նեղության մեջ ընկավ, կանչեց Մովսեսին և Ահարոնին, այլ ոչ թե իր մոգերին։ Այդպիսի պահերին ամբարիշտ մարդկանց խիղճը բացվում է, և նրանք հասկանում են, որ Աստծո զավակները նրա առանձնահատուկ բարեհաճությունն ունեն և որ Աստված լսում է նրանց աղոթքները։ Եվ նա, ով բոլոր մարդկանց սրտերը իր ձեռքերում է պահում, կարող է պատիվ շնորհել և հետ վերցնել, ինչպես ինքն է կամենում։ Եվ երբ մարդիկ նեղության մեջ են ընկնում, Աստված քեզ այնպես է պատվում, որ նրանք դիմեն քեզ և խնդրեն քեզ, որ իրենց հետ աղոթես։ Նրանք, ովքեր անգամ ծածուկ են փառավորում Աստծուն, Աստված էլ նրանց հայտնապես փառավորում է։